Մավոլինը նորմալ չի, իհարկե նորմալ չի։ Ուրիշ հարցեր կան։ Ասենք սաղ կյանք իրանց են թույլ կացել, ասենք հասկացանք 1-2 չենք խոսում, մեզ համեստ ենք պահում։ Ասենք դուք չեք հիշի, շատ երիտասարդ եք էլի, ավակսենից չկան, ու դա Թաքուի Թովմասյանը չկա, սաղ կյանք իրանց թույլ կացելով կներեք էլի, իրանց կուսակցական շատ լրագրողներ ման են եկել, եք այստեղ ում ասում, ձեզ ասում ենք թուրք, ղալատ են անում, գլուխները պատին են տալի թուրք։ Թուրքը հիմա ասել է, ասենք։ Պարոն Եղոյան, պարոն Քոչարյանի ջեղագրգիրը Այլ հարց չունեք, պարոն Արշակյանի վարքագծի մեջ այլ պրոբլեմներ չէիք նկատել, օրինակ, կամ իմ օրինակներ կարող է շատ բորբոքված եմ խոսում, օրինակ պատգամավորին վայել, իմ տոնացիայով եմ ես հիմա խոսում, չեմ հատել տղայական ռազմորկայի սահմանը, միգուցե պատահման, բայց խոսում եք հատել դուք լրագրողի հետ, լրագրողի հարցից վրդովված նորից շարունակում եք պարոն Եղոյան։ Ես որպես քաղաքացի դա դուք էլ քննիչն եք, մենակ դուք կարաք հարց տաք, ես պատասխանեմ ու մեկնաբանություն չանեմ։ Պարոն Եղոյան, որը վերևից նայում էր, թե ինչա կատարվում։ Ես որպես քաղաքացի չեմ կարող ձեր մասին մեկնաբանություն անեմ։ Չկա նման իրավունք։ Արեք, լսում եմ ձեր մեկնաբանությունը։ Վերջացավ մեկնաբանությունը, թե չնկատեցիք, կտակ չէ եթեր։ Ուղիղ եթերում ենք մենք աշխատում, պարոն Եղոյան, այո, մենք միշտ ձեզ ուղիղ եթերում ենք հեռարձակում եւ տալիս։ Ով ունի ձեր հնարավորությունները։ Երևի լավ հովանավորներ։ Այո, մենք շատ լավ հովանավորներ ունենք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացին է մեր հովանավորը, պարոն Եղոյան։ Սիվիկերն աշտացիք պատասխանեք պարոն Եղոյան։ Որտեղ մենք թիրախավորվում ենք, նայում են ֆինանսավորողներին են հիշում, ես էլ եմ ուզում ֆինանսավորողներին հիշել։ Ֆինանսավորողները հայտնի են, ԿՊՆ։ Իրանց ֆինանսավորողը ԿՊՆ։ Ձեր ֆինանսավորողը չգիտեմ ով է։ Հենց այդ է հարցը։ Մեր ֆինանսավորողը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է, պարոն Եղոյան, մեծ օրակարգ թելադրողները Հայաստանի Հանրապետության քաղաքացին։ Եվ ինչպես նշել եմ իրակ մի րոպե, էլի ինչպես նշել է լրագրողները առանց սահմանների կազմակերպությունը Հայաստանում իրենց գնահատմամբ, որը կառավարական կազմակերպություն չի, լրագրողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունա 4 անկախ լրատվամիջոց կամ մյուսները գտնվում են կամ իշխանության ազդեցության եւ ֆինանսավորման ներքո կամ նախկին օլիգարխների, սա մեջբերում է զեկույցից։ Դուք այդ 4-ի մեջ չկաք եւ իշխանական ֆինանսավորման մեջ էլ չկաք, չգիտեմ, նախկին օլիգարխների ֆինանսավորման մեջ կաք կամ ներկա տենց օլիգարխների, չնայած հիմա օլիգարխներ չկան, կան ուղղակի մեծահարուստներ։ Կաք թե չկաք, ժպտում եք, տեսա՞ք, դեռ ժպտում եք։ Շատ լավ, պարոն Եղոյան, խնդրում եմ մեր հարցի պատասխանելիս չժպտակ, որովհետեւ դա ջղային դեմքով կարան պատասխանեն։ Պարոն Եղոյան, ինչով եք բացատրում պարոն Քոչարյանի ջղագրգիռ այդ կապվածքը։ Բացատրում եմ նրանով, որ մենք շատ ենք լռել, ասենք մենք շատ լռեցինք ընդհանրապես այս դահլիճում, չգիտեմ, երևի դա մեծ սխալ էր, որ ասենք իրեն թույլ չխոսելա ձեր Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետի հասցեին։ Ասենք իր հետ այդքան ձեն հավաքել է այս երկրը։ Հիմա ասենք ես էլի կնյարդայնանամ, էլի կասեմ, դուք էլ կասեք նյարդայնացաք, մեր գործընկերն էլ կասի ռազմորկայի տոննա եւ այլ։ Իր հայրը Հայաստանում կյանքում կերազետ ինքան ձայն հավաքել, ինչքան Նիկոլ Փաշինյանն է առաջին եւ երկրորդ ընտրությունների ժամանակ եք այստեղ խոսելա ձև այսինչ ոչ եկել է այստեղ ոչ անձնագիր ոչ կացության թուղթ եկել է կեղծիքով դարել է նախագահ միլիոնները դիզել են ցանկը նայումս չի հերիքում շնչառությունը հերնում մի բաժակ կոֆես խմում գաս ցանկի երկրորդ մասը նայես հելել կոռուպցիայից է խոսում ասենք սա ծաղ է ընդհանրապես ձեռեն առնում ասենք մարդկանց հետո էլ ասեք մի վրթովվեք դուք չեք վրթովում դուք այս երկրի քաղաքացի եք եղել դուք դատախազի ներկայացած ցանկը որը շատ ավելի կարճ է քան այլ ցանկեր որոնք տարբեր տեղեր հրապարակվել են այդ ցանկը նայելուց դուք որպես Հայաստանի քաղաքացի օրինակ չեք վրթովում թե ուղղակի ասենք ձեր խմբագրակազմի ասենք գիծը պահեք ու վեր ձեր գործը այսօր անեք ու վեր դուք չեք վրթովում դրանից Չասենք հետ դուք բոլորը, այստեղ հիմա ներկաները, բաղուր են մյուսները, երեք որ հարցակվել էին իմ վրա, ուր են չկան։ Բայց սպասենք լրագրողների մասին այդպես մի խոսեք, էլի լրագրողները Ո՞նց եմ խոսում, ժողովուրդ ջան։ Շներ չեմ որ հարցակվեն ձեր վրա, իրանք կարող են ընդհանրապես ձեզ հարցեր տալ։ Դա արդեն ձեր մանիպուլյացիան է, ուրեմն մարդն էլ կարա մարդու վրա հարցակվի, հարցակումը։ Եկեք լրագրողներին մի համարեք ձեր վրա հարցակումներ, մենք ընդհանրապես հարցակումը անպայման չի որ շուն լինի։ Մարդը մարդու վրա կարող է հարցակվի եւ ոչ միայն ֆիզիկապես, այլև խոսքով ճնշել են ձեզ հոգեբանական ճնշում են գործադրել իրանք չեն իրանք չեն կարող ինձ հոգեբանական ճնշման ենթարկել որովհետեւ իրենք չգիտեն այն ձևերը որով որ կարող են ինձ հոգեբանական ճնշման ենթարկեն դա իմանալու համար պետք է շատ երկար
ուսումնասիրել, թե ոնց են ընդհանրապես մարդուն ենթարկում։ Հոգե պետք է ժամանակ եւ էներգիա դնել դրա մեջ կրթվել, դրա համար էլ է պետք կրթություն, ինչից իրանք այդքան չգիտեմ էլի ջղայնացան երեք եւ հասցի պետք է վերադառնալով Քոչարյանի վերադառնալ այսօր Քոչարյանը վերահսկեց, որ այն ինչ ունեն օրինական է, դեպ այս դիտքնարումները Ժորժ ջան, լսեք, մենակ դատախազի պահանջած դրամական եւ դրան հավասարեցված, այսինքն պարտքի իրավունք, այնտեղ փոխառություններ եւ այլ արժեթղթեր, այսինքն ոչ թե անշարժ գույք, այլ զուտ, այսպես ժողովրդական լեզվով ասեմ, քեշին համարժեք վերադարձի ենթակա գումարը, հանրագումարը կազմում է $100 միլիոն, $100 միլիոն, սրան գումարած 22 անշարժ գույք, այնտեղ չգիտեմ, սրան գումարած նայր ինշուրանսում, այնտեղ սեփականության մաս, Toyota-ում, սա դեռ չեմ վերացում դրամի, այն զուտ քեշի մասը $100 միլիոն է, պատկերացնում եք։ Դեռ չէ 4 միլիարդ չի, շատ ավելի քիչ է, շատ ավելի քիչի ինչքան է, $100 միլիոն գումարած 22 անշարժ գույք, գումարած մյուս ընկերություններում մասնակցություն, ասենք, չէ, գիտեք, ես էլի, տեսեք, այսքան մենք ստեղ ենք հասկացանք։ Չոր աշխատավարձով է վաստակել ճակատի քարտինգով է։ Նախագահի ոչ միայն չոր աշխատավարձով, այլև կեղտոտ աշխատավարձով էլ հնարավոր չի եւ նույնիսկ սովորական միջին վիճակագրական կոռուպցիայով էլ հնարավոր չի այդքան փող աշխատել։ Այդքան փողի համար պետք է լինի համակարգված վերից վար ստրուկտուրիզացված, ինչպես մեկ այլ նախագահներ սիրում ասել, ստրուկտուրիզացված կոռուպցիոն համակարգ, որտեղ ամեն լուման հստակ ունի իր ասոցիատները, ներքևից վերև մուծելով, այնտեղ գալիս է հարկային, մաքսային այնտեղ, բոլոր իրանց փայերը գիտեն եւ այդպես է պետք է հատվածական, այստեղ, այնտեղ աշարքով հնարավոր չի $100 միլիոն կուտակել։ Ու այդքան գույք։ Ողջ պետական համակարգը Ժորժ ջան, ախր դու հիմա մենք ինչ ենք པարզ բաներից խոսում։ Հիմա ինձ դուք ասում եք, ուզում եք ասել, որ երկիրը կլոր է, բայց ասենք ես չեմ ուզում ասել, դա արդեն վաղուց հայտնի է։ Որ երկրագույնը կլոր է, ինչպես որ հայտնի է, որ իրենք ունեն ահռելի մեծ ահռելի շատ կուտակված ապօրինի գույք, որի վերադարձով որ հիմա դատախազությունը զբաղվում է։ Բայց այդ էլ հնգում, այն վերադարձվածները, որ ամեն օր հրապարակվում են, ձեզ այդ թվերը զարմանք չեն ներշնչում։ Զարմանք չեն ներշնչում, ասենք որ մի գյուղապետից կարող է դատախազությունը պահանջի $2.8 միլիոն։ $2.8 միլիոն։ Ասենք չգիտեմ, գյուղապետ, շատ փոքր ու աղքատ գյուղի գյուղապետ, ոչ թե չոր հարուստ գյուղի գյուղապետ, հա? Մասշտաբը դրա պատկերացրեք, այստեղ կոռուպցիայից է, ապշելու է, լավ հասկացանք, գոնե այս բաներից խոսան, որ այդտեղ խոսալու տեղ կարող է եւ ունենա։ Եվ այնուամենայնիվ, հա, ամփոփելով պարոն Եղոյան, ձեզ հետևում էին ազգային ժողովի աշխատանքին, քաղաքացիները հետևում էին ուղիղ եթերում, այս ամեն ինչին ականատես եղան։ Դուք ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղի ունեցած էին։ Լավ, այս առումով ինչ ունեք ասելու, հա, քաղաքացուն։ Ասի մի ժամը քաղաքացիների հետ էի խոսում ես։ Ինչ ունեք ասելու, ներողություն խնդրելու կարիք կա, թե չէ, այն ամենին ինչ ականատես են լինում ընդհանրապես նիստերի դահլիճում։ Երբ ձեր կողմից եւ ընդդիմությանն էլ էս հարցը տալու են, այդպես մի նայեք զարմացած։ Անգիր է կարող։ Անգիր է։ Տեսեք, ոչ SMS են ուղարկում ինձ հարցերը, ոչ էլ ես ուղղակի դες հարց եմ տալիս։ Ներողություն։ Քաղաքացիները ուղիղ եթերում էին նայում ձեզ, հա, պարոն Եղոյան։ Ու ականատես եկել հասկանամ, ուզում հասկանամ ինչի համար ներողություն խնդրեմ, որ վիճել ենք ազգային ժողովի դահլիճում, բայց դահլիճը նաև վեճերի համար է։ Այսինքն սա բան է, սա անկերական հավաք չի է բանին, մեկի ծնունդին, որ գանք ջան ասենք, ջան լսենք, սա քաղաքական պայքարի դահլիճ է եւ այստեղ կարող է լինել վեճ հիմնականում խոսափողներից եւ ուրեմն նախատեսված ելույթի ժամերին, եթե պարոն Քոչարյանի պահվածքի նման պահվածք էլի կրկնվի, նաև խոսափողից, այսինքն տեղերից, արձագանքների միջոցով, որտեղ իր ասածը չի կարելի թողել անարձագանք, ինքը իրավունք չունի, ընդհանրապես ոչ մեկ իրավունք չունի, ժողովուրդ ջան, ասենք հասկանանք էլի, հավանում եք, չեք հավանում, համակիր եք, չեք խոսում ազգային ժողովի, ընտրված փոխնախագահ, այսինքն նախ ժողովրդի կողմից ընտրված որպես падգամավոր, հետո էլ ազգային ժողովի կողմից ընտրված որպես փոխնախագահ։ Ասենք աշխարհի որ մի նորմալ երկրում եք պատկերացնում, падգամավոր տեղից ելնի, ասի դու ով ես։ Հա, ասի դուք վատն եք, սխալն եք, նույնիսկ չգիտեմ, ինչ որտեղ կոպիտ խոսա, կոշտ խոսա, բայց առանց այդ մարդու, այսինքն չգիտի ով է, այդ ինչ ասելու բան է։ Իսկ ինքը ով է ընդհանրապես, լավ։
Ինձ նույնց եմ ասում, գնում է, ինքը ով է բացի իր հոր տղան լինելուց, ինքը ով է, ինչ է արել ինքը այս կյանքում առանց իր հոր։ Առանց իր հոր ինչ արել այս կյանքում, եթե չլիներ իր հայրը, ինքը ինչ կկարողանար անել այս երկրում, այն նրանից ինչ որ արել է, կունենար ինքը այնքան գույք, այն որ ասում է 4 միլիարդ չի, քիչ է, հա, այդ քիչը իր ասած, այդ 100 միլիոն դոլարը, կամ 4 միլիոն դոլար, կունենար ինքը։ Չասենք դա բան է էլի, ասենք եկել են ումստեղ ինչ են ասում, ընդհանրապես թող ասենք հա էլի հասկացանք այդ փողը կարա մարդու մոտ բան ստեղծի, պահի տակ տես կարող է գլխապտույց ստեղծի եւ այլ, բայց չմա հասկանանք էլի ով բարեկամն է եւ այլ։ Պարոն Քոչյանի ոչ ստանդարտը, պատգամավորի ոչ բարի, ճղածիկ, գեցվածքի մեջ դուք ինչ որ միտում տեսնում եք գուցե ապա։ Այո, իհարկե, այո, միտում տեսնում եմ եւ կարծում եմ, որ սա կազմակերպված մեկ մեծ միասնական պլանի մի մասն է եւ այդ պլանը պիտի ձախողել ամեն գնով, որովհետեւ այդ պլանը Հայաստանի Հանրապետության շահերը սպասարկելու համար չի գծվել։ Հայաստանի Հանրապետության շահերին դեմ աշխատելու համար է գծվել այդ պլանը։ Եվ որն է դրա վերջնանպատակը։ Դրա վերջնանպատակը Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորուստն է։ Այդ չարաբաստիկ պլանի, ինչպիսին որ արդեն մի քանի անգամ գործարկվել է եւ ինչպիսին որ մի քանի փուլով այդ ինքնիշխանությունը արդեն զիջվել է այդ մարդկանց կողմից։ Այդ է դրա պլանը։ Շնորհակալություն։ Ձեզ էլ շնորհակալություն։